Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ Խորանում իր անարատ խոսքերը մեզ փոխանցելու, հանդիմանելու, սաստելու, խրատելու։ Ինչ ասում Պողոսը Տիմոթեոսին, որ Աստծո մարդը լինի բարի, սուրբ, ել ավելի սուրբ, ամենասուրբ Հիսուս Քրիստոսի նման, բարի, սուրբ ու կատարյալ, եւ ինչի պատրաստ, ամեն բարի գործերու պատրաստված։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր խոսելու եմ նեղ եւ լայն դռան մասին, նեղ դռնով ներս մտնենք եւ մեր տունը վեմի վրա շինենք, ինչի բան որ փրկվենք։ Եթե դու պետք է գաս հավատքի, պետք է քարոզես, պետք է սովորես, որոշ չափով հալածվես եւ անարգվես ու Աստված մեկ օր ասա ես ձեզ չեմ ճանաչում, զուր եք ինչ պաշտե, զուր եք ինձ պաշտե ով մեղքասերներ, ձեր պաշտամունքը իզուր է, ինչպես Մատթեոս 15-ում ասում, կեղծավորներ, մարդկաց պատվիրած ավանդությունները վարդապետություն եք սովրեցուցել, ամոթ չէ մեզի, դրա համար Աստծո ժողովուրդը նենց անենք, որ Տերը գիրքը վեկալի եւ կետ առ կետ քննի մեր գործերը ու տեսնի, որ ամեն մազաչափով համեմատենք քայլը, նրա պես ենք խոսե, նրա պես ենք գործե եւ նրա պես ապրել ենք, ինչպես ինքը Սուրբ Հոգով ապրավ կյանքը երկրի վրա, հորն ազանդվելով եւ հոր կամքը կատարելով, ամեն։ Ուրեմն դրան ասելու համար մենք ոչ թե լայն, ապա նեղ դուռը պիտի ընտրենք, բոլորս լայն դռների մեջ ենք մեծամասնությունս, մեր ձևով հավատում էինք, մեր ձևով հասկանում էինք, բայց Աստված ցույց տվեց, որ այդ ձևով հասկանալը մեզ դեպի կորուստ է տանում եւ դժոխքի որովայն, ամեն։ Բոլոր կեղծ հավատացյալները պիտի գնան դժոխքի որովայնը, ամենադաժան տանջանքներով լի տեղը, որտեղ է գրած այն ծառան, որ իմ կամքը գիտի ու կամքս գիտենալով չի ազանդվում, ավելի դաժան ծեծ է ուտելու, ամեն։ Այն չգիտնալով ծռողներն են ծեծ ուտելու գնալու դժոխ, բայց ով կարդալով չի ազանդվում, նրա դադաստանը դաժան է։ Նույնը Մատթեոս 23-րդ գլխում ինչ ասում։ Վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք եք պտտում մեկ նոր հավատ գտնելու համար, այն էլ ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք սարքում։ Այս սրանք են, որ գալիս են, կարդում են եւ անձի ուժով ուզում են սուրբ դառնան, բայց չեն կարողանում, պղծվում են եւ կրկնակի դատաստանի տակ են մտնում։ Ամեն կրկնակի ծեծի արժանի են դառնում։ Ուրեմն այսօրվա թեման է՝ նեղ դռնով ներս մտնենք եւ մեր տունը վեմի վրա շինենք։ Իմի սիրելի քրիստոնյա, սիրելի մեզ լսող, համացանցով մեզ լսող քրիստոնյա քույրս ու եղբայրս, հələ քննի, դու իրոք լայն դռան մեջ ես թե նեղ։ Երկու հավատ կա, բոլոր աղամները քրիստոնյա թե ոչ քրիստոնյա լայն դռան մեջն են, բայց այս լայն դուռը հենց քրիստոնյա աղամներին է վերաբերում։ Եվ բոլոր հինը հանած Քրիստոս ակած կատարյալ սրբերը, որոնք համ սուրբ են դառը եւ իրանց հետևորդներին էլ սրբացնում են Հիսուս Քրիստոսով սրբվածներից, սուրբեր դառնալու կանչվածներից։ Դու կանչվել ես եկել ես եկեղեցի, որ եկեղեցում եղած հասունները, ինչպես Եփեսացիս 4-րդ գլխում գրված, ոմանց տվեց առաքյալներ, հովիվներ, մարգարիներ, վարդապետներ, ինչի համար, սուրբերին կատարյալ սրբության հասցնելու, սրբվածներին սուրբ դարձնելու, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքը քույրիկ թեղ եղբայր ապաշխարելով հասնեն Աստծոյ որդու ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդը լալու, Քրիստոսի լման հասակի չափն ունենալու, այս սրբվածներին հասուն սրբերը պետք է իրանց անցած ճանապարհը սովորցնեն, հոգևոր պատերազմները սովորցնեն, որ նրանք էլ աճելով գործնական սրբեր դառնան։ Սրբվածները գործերով էլ մեղավորներ են, բնությամբ սուրբ են։ Այն երկու մանուկի պատմությունը միշտ քարոզում եմ։ Իսկ սրբերը արդեն թե անունով, թե գործով սրբված ազատագրվածներն են, բայց այս սրբերն էլ պետք է ապաշխարեն մինչև հոգով հաղթեն։ Ապաշխարության մեջ նորոգվելով ով սուրբ այլ ավելի սրբանա, մկրտված սուրբը պետք է ել ավելի սրբանա ու հագնի երրորդ օծությունը ու հաղթի դերին։ Ոասի պատերազմեցա ընթացքը, հավատքս պահեցի ու ընթացքս կատարեցի։ Ասկե հետո կա ու կմնա ինձ արդարության պսակը, բայց ես էլ այդպես վստահ չեմ կարա ասի։ Ես մենակ Տերովը կարամ ասեմ, Տերը ինձ պիտի պահի, բայց հաղթած սուրբ արդեն էլ ինքը չկա, Քրիստոսն է ամեն բանի մեջ։ Նա նեղ դռնով գնաց
մինչև վերջ եւ վիշապի գլուխը ջարջախելով երկինք մտավ։ Ամեն։ Սա է կարևորը։ Եթե քո դուռը լայնն է, արագ արա փոխի։ Եթե ոչ այդ լայն դռնով ինչքան երկար գնաս, իդ դառնալը դժվար է լինելու։ Քանի նոր ես մտել այն դուռը պղծված կրոնի մեջ, շուտ փախի տեից։ Խորացար այդ խորքերը էլ չեն թողի ետ գաս, որտեղ նրանք դիվային կապանքներով քեզ կապելու են ու զոմբի են սարքելու։ Դու բացի քո այդ վարսկան հովիվների թունավոր քարոզներից, էլ ուրիշ քարոզ չես կարա լսես, ամեն, քանի դեռ առողջ մտածելակերպ ունես, ետ դարձի, Տերը քեզ գրկաբաց սպասում է։ Հիմա նեղ դռնով ներս մտնենք եւ մեր տունը վեմի վրա շինենք։ Հաստատող համարները Մատթեոս 7 13-27, Ղուկաս 13-22-27։ Սա հետաքրքիր բան ասում շատերը կուզեն մտնել ու չեն կռնա։ Կարող է քեզից հրաժարվեն ինչի համար, կբացատրենք ընթացքում։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 1-17 ցույց է տալիս լայն դռան եւ նեղ դռան մեջ գտնվող մարդկանց վիճակը։ Լայն դռան մեջ գտնվողները ինչ վարքագիծ կունենան, նեղ դռան մեջ գտնվողները ինչ վարքագիծ կունենան եւ ինչ ձև կպատերազմեն Աստծո բարի պատերազմը։ Ամեն։ Ուրեմն երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 2-8 Պողոսը խոսում է Տիմոթեոսի եւ իր վարքագծի մասին։ Ամեն։ Ուստեն ասում որ թե հաղթել եմ եւ Տիմոթեոս դու իմ ճանապարհին հետևելով կհաղթանակես, ոչ միայն դու, հապա այն ամենը, որոնք կսիրեն անոր հայտնվիլը։ Ով չի սիրում։ Շատերը կասեն սիրում ենք։ Սիրում անա, ով նրա բոլոր պատվիրաններին հնազանդ է, ամեն։ Հուդա 1:16-20 եւ Մատթեոս 13:19-23-ը սերմնացանի առակով սկզբի 3 սերմերը բացատրում է, որ սրանք լայն ճանապարհի մեջ են։ Վերջինով փշերին հաղթանակում է մտնում է պարարթողի մեջ, նա է իրոք մտնում այդ նեղ ու փշոտ երկինք տարող ճանապարհը։ Տեսեք նրանք իրեք էլ անպտուղ են մեռնում, բայց պտուղով է տալում պարարտ հողի մեջ մտածը։ Իսկ պարարթողը ըստ Պետրոսի թղթի դասում է ամեն աներություն, ամեն չարություն, ամեն խաբեություն մեկդի ձգելով, ձեր մեջ ընդունեցեք այդ խոսքը եւ նորածին մանուկների պես բանական ու անխարդախ կատին փափագեք, դրանով աճեք մինչև փրկության վերջին օրը։ Ուրեմն խոսքը պետք է մտնի կուրքերը քեզանից զատի քեզ դարձնի պարարթող եւ քեզ լայն դռանից տեղափոխի նեղ դուռը, նեղ դռան մեջ եղող մարդիկ այդ անօրինությունները, չարությունները, պղծությունները, խաբեությունները չունեն, ամեն։ Եթե քո մեջ էտի կա դու լայն դռան մեջ ես, եսից գերի մարդիկ վազում են լայն դուռը, եսից գարշող, եսից ազատագրվելու փափագ ունեցողները վազում են նեղ դուռը, որտեղ լայն դռան մեջ քո եսն է հաստանում, զարգանում եւ խեղդում հոգուն։ Նեղ դռան մեջ եսը տա քայքայվում, փտում, փճանում եւ հոգին զորանում ու խեղդում ադամական մարմնին, ամեն։ Մինչև մկրտվելով վռնդվում է դուրս դրա համար կրակե զորությունը պիտի իշրի քո վրա, առաքյալների վրա կրակե զորություն իջավ, իսկ Հիսուսի վրա խաղաղության աղավնի։ Ինչու, որտեղ առաքյալներն ունեին ադամական հրեշ եսը, որ պիտի մոխրանար, դրա համար Աստծո կրակն իջավ իրանց վրա, իսկ Հիսուս այդ եսը չուներ, դրա համար իր վրա խաղաղության սպիտակ աղավնին իջավ։ Ինչպես բացատրում եմ կրակի սյունը եւ ամպիսյունը, ում մոտ գիշերա խավարա կրակը պետք է իշնի վրեն, մինչև լույս դարձնի, ում մոտ արդեն ցերեկա լուսո խաղաղության ամպը ինչպես Հիսուսի վրա իջավ այդ լուսավոր աղավնին լույսի կերպարանքով, դե թո սև ագրավիշներ Հիսուսի գլխին, որտեղ նրա մեջ լույսն էր, սրբությունն էր թագավորում, ամեն։ Հիմա ընթերցեմ Մատթեոս 7:13-27 ետքը Ղուկաս ավետարանից ու անցնենք ընդառաջ։ Նեղ դուռը, նեղ դռնեն ներս մտեք, սա բոլորին է վերաբերում, ասո ժողովուրդ։ Գնացեք անձի խաչելության ճանապարհը, որտեղ եսդ կհողարկավորեն եւ նոր արարած կդարձնեն։ Բայց հիմա տեսեք այս նեղ դռանը ով է փափագում,
Ով թե աշխարհի մեջն է, թե կրոնի մեջն է, բայց նրա մեծ սրբության փափագա դնում Աստված, որ այս վիճակով դժոխք ես գնալու։ Գնա ճշմարիտ եկեղեցի։ Աշխարհից ուղարկում է եկեղեցի, իսկ շեղված աղանդավորական եկեղեցուց ուղարկում է Ֆիլադելֆիայի Սուրբ Անարատ գնդերը, ամեն։ Ուրեմն դու մեկ աշխարհից պետք է զատվես, մեկ էլ պղծված կրոնից պետք է զատվես։ Ինչպես Եգիպտոսից զատվան, բայց որ մեղ գործեցին, Աստված խորանը հանեց պղծված բանակից դուրս։ Ասավ ով որ կուզի Եհովային տեսնի, թե այս պղծված բանակից զատվի, որ ամայի վայրում մենաստանում հանդիպի Եհովային, որտեղ Տերը երբեք պղծված կրոնավորների մեջ չի գործում, ինչպես Հիսուսը մտավ տաճար ու դուրս եկավ, ինչպես Հիսուս ասավ, եթե ուզում եք ինձ հանդիպեք, պղծված Երուսաղեմից զատվեք, հեթանոսած Գալիլեայի սարերում ինձ կհանդիպեք, ամեն, էլ ասավ ես Երուսաղեմ չեմ գա, որովհետև նրանց վրա գրել եմ իքաբոտ, փառքն ու զորությունը հեռացած հեղիի տան պես, ամեն։ Դրա համար քանի դուք պղծված կրոնից չզատվեք եւ նեղ դուռը չմտնեք, Տիրոջը չեք հանդիպելու, չեք բժշկվելու եւ լման չեք ազատագրվելու։ Հիմա իմ օրդորը ձեզ լսեք այս քարոզչությունը ու տեսեք, որ պղծված կրոնից մարդիկ փնտրում են։ Այն մարդիկ, որոնք սրբության կարոտ են, այն մարդիկ, որով գրքով սովրած են, ասում է վարսկանի ձայնը ճանաչելով կփախչեն եւ կգնան բարի հովի հոտը, որը ինձ նեղ դուռն է, ամեն։ Նեղ դռնեն ներս մտեք, վասնզի լայն է այն դուռը ու ընդարձակ այն ճամփան, հեշտ ամեն բան կարելի ասում է, ինչ ուզում ես արաբեկա փրկված են շնորհքով, խարիսմատական ազատ հավատները, չէ, նայում ես դրած պռոշները, նայում ես դրած թշիգները, պրտած շպարած երեսները, դորը դոշը բաց շորերը, ցածերը բաց, մեջտեղը բաց, վերևը բաց, ինչ որ լոհափում լինեն։ Ու այս մարդիկ ասում են մենք փրկություն ունենք, կփրկվեք, բայց չեք փրկվի, չեք փրկվի, մեղքի վարձքը մահա, սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղ գործողները։ Սիրելի քույրս ու եղբայրս, որ քո ամոթալի գրգռիչ տեղերը բացելով 1000 հոգու դու դժոխք ես ուղարկում շնության մեջ գցելով, դու ոնց ես մտածում դու երկինք կգնաս, դու կգնաս մի տեղ, բայց դժոխք, այն Տիրոջդ մոտ, որ քեզի կրքերով երցրել ու քեզ բացել ես, այդի լայն դուռն է, ազատ, ինչ ուզում եք արեք, մեկը փրկված եք, որտեղ Բաբելոնի անառակը պղծված կրոնին տվել է ազատություն, ինչքան շնությունը, պոռնկությունը, լկտիությունը շատացնեք հոտում, ես այնքան ձեզ ավելի շատ ֆինանսներ կտրամադրեմ, ամեն, դրա համար այդ հոտերը պոռնկության եւ շնության ոգով լեցված են հովավից մինչեւ համայրա ամենավերջի անդամը, նրանք չեն կարող ազատագրվի, որտեղ ինչ հովիվը տա այն կլինես դու, հովիվդ սուրբ հոտը կլինի սուրբ, հովիվդ ներքինանում է իր կնոջ հետ միասին, դու էլ ապագայում կներքինանաս, հովիվդ այլասերված կլինեն դու եւ քո ընտանիքը, կամ էլ պետք է փախչես այդից, որոշ, ինչ հովիվն է, այն կլինի հոտը, որտեղ դու ամեն բանում քո հովին ես նմանվելու, քո կինը հովի կնոջն է նմանվելու, քո զավակները հովի զավակներին են նմանվելու, դրա համար սպասավոր ընտրելուց ամենաառաջինը պետք է ընտրենք նրանց կիներին, որտեղ կիներից շատ բան է կախված, ապագա սպասավոր, հետագայում էլ երես դառնալու, որտեղ յուրաքանչյուր սարկավակ ապագայում կարա լավ նվիրվի եւ երես դառնա, ամեն։ Դրա համար ընտրության մեջ մենք եղբայրներով ընտրում ենք առաջինային զույգին, որոնք կին եւ ամուսին շատ առաքինի եւ իրար սիրող զույգ են, ամեն, որ մեր ապագա զույգերը եկեղեցու այդպիսին լինեն, որտեղ ինչ հովիվն է այն կլինի հոտը։ Ուրեմն նեղ դռնեն ներս մտեք, վասնզի լայն է այն դուռը ու ընդարձակ այն ճամփան, որ դեպի կորուստ կտանի, եւ շատ որ են անոնք, որ անկե կմտնեն, մտնում են, հիմարաբար գնում են այդ զոմբի դարձած, բայց էլ նայեք նեղ դուռը, հանդեմ մտնել չկա։ Տեսեք ինչ ասում, վասնզի նեղ այն դուռ ու նեղանցուկ այն ճամփան, որ դեպի կյանք կտանի եւ քչվոր են անոնք, որ զանիկա փնտրելով գտնում են, կգտնեն, ուրեմն սա կրոնի մեջ իշքան աղոտ կանում, Տեր, մենք ես դժոխք են գնում, Տեր սա դրախտի արժանի վարքագիծ չէ մեր վրա, Տեր Աստված ես հովիվն ես ինչեր անում, խնդրում եմ ինձ, մի նորմալ հովիվ տու, սուրբ հովիվ, հոգով եւ Աստծո խոսքով լեցված հովիվ,
բժշկության, մարգարեության ու զորության պարգևներով օծված հովիվ, ամեն։ Դա է իսկական հոտը, ժողովուրդ։ Դրա համար այդ վարձկան հովիվներից Տերը զորությունն ու սրբությունը եւ օծությունը հեռացել է, իհարկե եթե ունեցել են, շատ հովիվներ չեն էլ ունեցել օծություն։ Մարդն է նշանակե իրեն հնազանդ եղողներին, ամեն։ Հիմա տեսեք սրա մեջ նաև ծառը եւ իր պտուղես հերթականությունը որ գրել եմ սաղ երևում է նեղ ու լայն դռան մեջ գտնվողների վարքագիծը։ Հիմի սիրելի քույրս ու եղբայրս, լավ դու քո ես թվում է որ ճշմարիտ ճանապարհի մեջ ես։ Պտուղ ունես։ Նախ պտուղներ պետք է ունենաս քո ծառի վրա, նոր գնաս պտուղ բերես։ Եթե քո պտուղները թունավոր են, դու երբեք չես կարող իսկական պտուղ բերես։ Դու շատ քո նման անբարոյական ծնես, շատ քո նման աշխարհի գլկտի գեհենի զավակ ծնես։ Իսկական պտուղ բերողը պետք է սուրբ պտուղներով լեցված լինի, որ այդ սուրբ պտուղն ուտողը սուրբ ծնունդ ունենա, սուրբ աճ ունենա, ամեն։ Եթե դու այլասերված ու կրքերի գերի ես, ասա ով է հովիվը, ասեմ ով ես դու։ Ասա ով է հովիվը, ցույց տուր ինձ անգամ հովիվ եւ իր կնոջը նկարներով, ասեմ դու կարաս այդ հոտում սուրբ պտուղ բերես թե չէ։ Ես ասում իշկող ես նկարներին ես նայում։ Այո, հովի դաստիարակած հոտին եւ հովի դաստիարակած կնոջն ու զավակներին տենալով կասեմ դու տեղան դաստիարակ կմնաս, թե հոգեվոր դաստիարակություն կստանաս։ Այո, արտաքինն էլ է շատ բան ասում, բայց եթե արտաքինը սրբություն աննա քարոզում, արդեն պետք է շփվես քննես այդ ինչը որ արտաքինը ունի, նաև ներսը ունի։ Մի որոշ ժամանակ հետո շփվելուց հետո արդեն կասեմ, որ այս մարդը փարիսեցի դիմակի տակ է, թե իրական նվիրյալ սուրբ է, որ ինքը իր կյանքը կդնի բոլոր գառների համար։ Ամեն։ Հիմա տեսեք, զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, սրանք լայն դռան քարոզիչներն են ամեն, համերը նույնն են քարոզում, համայրա, բայց պահելու ձևն է սխալ, բայց ոչ մի բան չեն պահում, իշտ էլ որ պահում են ծռմռած, ամեն, իսկ բարի հովիվը ամեն տարով, ամեն վանկով, իրա բերանից ելած խոսքը, իրա ապրած կյանք, իրա կյանքի բոլոր մասնիկները պիտի սուրբ գրքով հաստատի, եթե ասեմ, բա այս արարքդ որտեղ է գրված։ Ես որ կինդ պրարեխով կամ մինի յուբկա է հագնում, բա եթե դու չես տենում, հովիվ, օրինակ։ Չի կարանես բան լինի, որ մանուկետի թերություն տեսնի։ Հասկանում եք, հովի ընտանիքի վրա չի կարա մանուկը թերություն գտնի։ Կարող է հովի երեխեքը տարբեր հոգևոր հասակներ ունենան, ամեն, բայց ոչ անառակության մեջ ամբաստանված, գրված է։ Սարկավագի ավակ սարկավագի համար, երեխեքի վարքագիծը կարևոր է, բայց ոչ պարտադիր ընտրության մեջ, բայց երես դառնալ համար դի բոլոր զավակներդ պարկեշտության մեջ լինեն, ամեն։ Հիմա տեսեք, զգուշ կեցեք սուտ մարգարեներեն, որոնք ձեզի կուգան ոչխարների անդերսներով, բայց ներսեն ապշտակող գայլեր են, գայլ է էսի հովիվ չի, բայց բարի է երևում, բայց նրա գործերը քննի, բոլոր գործերը, բոլոր խոսքերը, բոլոր մտքերը, բոլոր շարժառիթները սուրբ գրային են, թե սուրբ գրքից դուրս։ Սա է աստուգման միակ ձևը։ Երիտասարդն ինչով մաքրիր ճամփան, խոսքիդ զգուշություն անելով, զգուշությամբ կարդա եւ դու զգուշացի, եւ զգուշորեն հովիվիտ ստուգի, ամեն։ Իրես պտուղ են պիտի ճանչնալ, չի ասում իրանց բերած պտուղ են, իրենց վրայի պտուղներ են, իրենց հակուկապով գալոն սեռական կեղտոտ օրգանը ցուցադրող կախում են վզներից, ոնց կարա սուրբ հովիվը գալստուկ ունենա, առաջինը, որ բոլոր կրկոտ այլասերված հովիվները այդ գալստուկը կապում են, որ ուշադիր նայեք, մի օր մի քույրիկից բացատրեց խայտարակելա, ժամանակի ես էլի գալստուկ կապում, հանի ու շպրտեցի, եթե ուշադիր լինեք, Հիսուսը ոչ միտեղ գալստուկ չի կապել, բայց նրանք կապում են, սլաքը ուղորդող նշան է, իսկ գալստուկը, որ ուշադիր լինեք, սուր ծայրով սլաքը եւ դեպի ուրա ուղորդում եւ ինչիա նման մնացածը դուք մտածեք կոռեկտությունը պաշտպանելու համար չեմ խոսում էլ ավել, ամեն։ Այն հովիվը, որ գալստուկով է, 5 վարսկան հովիվը, պարս, սուրբ հովիվը չի կարա էդի կախի իր վզից։ Ես մի եղբոր կտրեցի իր վզի նկարը, ղրգեցի խվաս վայ խայտարակ էլ ասավ, կետինը մտնեմ ես էլ էդի չեմ կապի։ Հասկանում ես, ղրգեցի ասի նայել է ինչի նմանա, որ էդի կապեր ես վիզըտ։ Ու փառք Տիրոջը, որ սթափավ էլ չկապեց։ Բայց հիմա չգիտեմ էդի
կապում է թե չէ, որտեվ այդքան կապ չունենք դրա հետ։ Իրենց պտուղեն պիտի ճանչնակ զանոնք, իրենց քարոզածը, իրենց ապրածը քարոզիչն ավելի սուրբ պիտի լինի, քան իր քարոզած քարոզը։ Հիմա եթե ես գալստուկով լինեմ, կարամ սրան հակառակ քարոզեմ, ժողովուրդ։ Ուրեմն ես դրանից ավելի սուրբ պիտի լինեմ, ոչ թե միայն գալստուկ, անգամ դոշերս բաց պիտի չթողեմ, ամեն։ Իսկական հովիվը չի կարա այդպիսի բաներ անի։ Իսկական հովի բերանից ելած է ինքը ինչ քարոզում ա դուց ավելին էլ ապրում ա։ Հասարակած կյանք պիտի ունենա, քույրերին եղբայրներին հետևող արտաքին ներքին պարկեշտությունն ու սրբությունը պիտի թագավորի եկեղեցում։ Դա է ներդուրը, դա է հովվի վարդապետական պտուղները, ամեն, դա է հովվի ունեցած պտուղը, որ իսկական գառը գալիս ուտում է ու պտուղ է բերում, ամեն, արդեն սա գնաց պտուղ բերեց։ Իսկ եթե քո վրա աշխարհիկ պտուղները լիներ, կինըդմինի, վուլգարակած, դորը բաց, սիլիկոնած պրոշներով, այդ քարոզիչ կա, որ ինձ էլ չի ընդունում։ Գնգավարեն բնական բան չկա, սովորեստական։ Եվ կույրը ժողովուրդը չեն հասկանում։ Ժողովուրդ Աստված ոնց արարել է ձեր կիներին, տենց է ասուն հաճելի է։ Ինձ ասած, եթե դու արարիչ կդառնաս, կնոջը ռետուշած հունքերով կշինես, սիլիկոնած պրոշներով։ Դու եթե կդառնաս արարիչ, տենց սարքի։ Ես կնոջը բարի, սուրբ եւ կատարյալ եմ սարքե։ Եվ ինձ բարի է հել այդ արարչագործությունը եւ ինձ դուրեկան։ Իսկ ովքեր ասո արարչագործությունը, ասո արած ունքերը կփիդրեն տատո կանեն։ Ասո դրած պրոշները սիլիկոնավատ կանեն։ Ասո տված թշիկները կներկեն կշպարեն։ Իրանք Բաբելոնի անառակի ոգին ունեն։ Իրանք պատկանում են Ռոմի պապին, այդ սրբազանպախ, որ սրբազանը համարում, շատերը թաթիկները համբյուրում են, բայց բոլոր եկում ենիք շարժմանը ղեկավարն է ու իր պոռնկության գինիով հարբեցրել է բոլոր իրեն հնազանդ կրոնավորներին։ Իրանք երկենքին չեն պատկանում են Բաբելոնի պոռնիկին։ Ամեն։ Հիմա տեսեք իրես պտուղներից պիտի ճանչնակ զանոնք։ Միթե փուշերեն խաղող կխաղեն կամ տատասկեն թուս։ Այսպես ամեն բարի ծառ բարի սուրբ պտուղ կուտա եւ ամեն չար եսասեր ծառ չար պտուղ։ Եսիկին կբնես վայրի գազան կդառնա։ Պողոս առաքյալն ասում է նայիր իմ դիտավորությանս, էլ հիմա դիտավորյալ իր մազոլը տրորի թե ինչ կանի։ Կլնի հրեշ քեզ կխեղտի կսա տերը ողորմի քեզ եղբայրս գնա ապաշխարի, հələ դու լրիվ անապաշխար մարդ ես դևերից բռնված։ Իրանցի համար ոչինչ չի անի կավաչ լուրջ խիստ հանդիմանի նրան ով մեղքա ուզում մտցնի եկեղեցին։ Բայց դրանից են կոմ ինքը գործ չունի աշխարից էլ կրոնավորից էլ Աստված իրենց հետ մեկա դժոխք են գնում իրեն։ Ում որ կարում է ճշմարտությունը վկայելով ետ է բերում, լայն դռնից փախցնում է դեպի նեղ դուռը, Հիսուսը օրհնի, ով որ ասո գառնա քո խոսքը լսելով, մունջ կեցող մաքրի պես բրբռալով հետևիցդ կգա փարախ։ Ով որ վարսկանի գառնա, ծեծես նրան, կոպտես, վիավորես, թե հայոես, նա երբեք չի թողի վարսկանը, որտեղ ընդե փողա տեսե, ընդե փարքա տեսե, ընդե որ կրամոլը փորի լավ կերակուրներ կա, ենիստե չի գա։ Իսկ ստե գալացողն էլ ինչա տեսե մեր մեջ, հոգևոր կերակուր։ Անձի թաղում, եսի հողարկավորում, թաղեմ եսիկը, տեստոն փախտում են վարսկանի գառները։ Իսկ տիրոջ գառները խնմնդալոս մեն ամեն, թաղա, լավ թաղա էլ չլնեն կողնեն։ Դրա համար չեն կարա վարսկանի գառներն ստե դիմանան։ Եվ բարի հովվի գառն էլ չի կարա լայն դռան մեջ գտնվող վարսկանի քարոզները լսի։ Դու ես ընտրում քո ուզած եկեղեցին, ամեն, աշխարհիկ լայնը, թե հոգևոր նեղը, որորի սրբանում ես եւ հլո ասում է կարող է շատերը Ղուկաս 22-ի 13-ի 22-ից 27-ում ասում է շատերը կուզեն այդ նեղ դռնով մտնել ու չեն կռնա։ Կմտնեն չեն կարա քայլի։ Կքա պարագա որ պիտի եսը թաղես ու ամեն ինչից հրաժարվես աշակերտության գին վճարելով։ Փոշմանում են հարուստ երիտասարդի նման թողնում ու հեռանում են։ Եվ Հիսուսն ասում ավելի լավ է որ ասեղը ուխտը ասեղի ծակով ասնի։
Բայց դի աննարա չէ, քան թե մեկ հարուստ, որ ապավինում պաշտում է հարստությունը։ Չեմ ասում հարստություն մի ունեցեք, բայց ասը փառքի համար օգտագործեք, ոչ թե դիզեք ու հույս կապեք դրա վրա, ամեն։ Նա չի մտնի երկինքի արքայություն այդ հարուստը։ Իսկ բասին ով կմտնի։ Եթե հարուստը չի մտնում, ով կմտնի։ Ինչը որ մարդու համար անհնարին, նա երբեք չէ շամուլ մարդ աղքատին տեղ չի տալում, բայց Աստված աղքատ սրբերին ավելի տեղ է տալում, քան թե հարուստ կռապաշտներին, ամեն։ Փառավորվի Տերը։ Այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ կուտա ուշադիր, եթե նա սուրբ է, չի կարա չների, չի կարա չսիրի, չի կարա ող պահի, չի կարա արածը ճակատի տա, չի կարա խոստովանությունը լույսի հանի, եթե նա բարի հովիվ է, եւ չի կարա քո տկար վիճակների վրա տիրի, հապա քեզ օրինակ կծառել, ասա արի, ես քեզից բետար եմ ելել, ձեռդ տուր գարլուկ ջան, այս են ծառա եւ ես մեղքի տիրմից դուրս արի, վիճակների վրա չտիրեք, հապա հոտին օրինակ ծառայեք, որ Պողոսի նման հայտարարեմ իմ նման այլասերված չի էլ է, դու քուրս եղբայրս ինչ մեղավոր, ես մեղավորների գլուխն եմ, արի ճամփեն ցույց տամ, եթե իմ նման տականքին սրբացրել է ու սուրբ է դարձրել, 100% քեզի կսրբացնի, ամեն, արի ճամփեն ցույց տամ, ոչ թե դնեմ արածները ճակատի տամ, ամեն, սա վիճակների վրա տիրելն է, ոչ թե հոտին օրինակ ծառայելը։ Բարի ծառը չի կրնա չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը չի կրնա բարի պտուղ տալ, չես տենա, դիմակը կպատրվի, ասում նրանց գործերից կճանաչեք իրենց, մեկ օր կպատրվի այդ կերծ բարի դիմակն էլ, եթե թվում է որ հովիվն էլ չարա քե հանդիմանելա, մեր էլ կպատրվի քո այդ կեղծ մտածելակերպը ու կտեսնես հովիվը քեզ ինչքան է սիրում, դրա համար էլ հանդիմանում է քեզի, ամեն։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տար, կկտրվի ու կրակը կձգվի, ուրեմն իրենց պտուղներից պիտի ճանչնակ զանոնք, եւ պտուղը երբ տալիս, աշունը, գարունը չես իմանա, այդ ծառն ինչ պտուղ է տալու, սպասի մի կարճ ժամանակ, մեր 2-3 տարի հետո կերևա դա ով է, ու դու 2-3 տարի կարաս ստուգես ու հեռանաս, ամեն, եթե կտեսնես նրա վրա բարի պտուղ չկա, չխաբվես, գնային եկեղեցի, որտեղ ինչը քարոզում են, դրանից ավելն էլ ապրում են, ամեն, ինչը քարոզում են, դրանից ավելին են ապրում, որ երբ մանուկը հարց տա, կարաս բավարարես, իսկ եթե դու անգիր արած քարոզ ես տալիս, բայց կյանքը չես ապրում, մանուկը հարց կտա, դիմակդ կպատրվի, խայտարակ կլինես, ամեն, հիմա տեսեք ոչ թե ամեն ով որ ինձի Տեր կսե, պիտի մտնի երկինքի արքայություն, երկու տեսակի հավատքին է վերաբերվում, լայն դռանը եւ նեղ դռանը։ Հապա անիկա, որ իմ երկնային հորս կամքը կկատարե, օրենքը կկատարե, ինչպես կատարեց Հիսուս Քրիստոսը, ամեն։ Տեսեք շատերը, շատ քրիստոնյաներ, որոնք լայն դռնման մեջ վազում են, ասում են շնորհքով փրկված ենք, մենք լսում ենք քո քարոզների, մի տեստեղ ասում են ինչ են անում։ Շատերը այն օրը ինձի պիտի սեն, Տեր, չէ որ քո անունովդ մարգարեություն արինք, եսի կտխորեմ, դու մարգարեություն արող ես, քո անունովդ դերեր հանեցինք, չի ասում քո անունը հռչակեցինք, Տեր լույսը իջավ ու դևերը խարխափելով փախան, խոսելուց երևում ասա լայն դռան հավատացյալա թե նեղ, կարող է նա նեղ դռան մեջ լինի, բայց լայն դռան վարքագիծ ունենա, սա կամ պիտի փոխվի կամ վտարվի լայն դուռը։ Տեր, չէ որ քո անունովդ մարգարեություն արինք, քո անունովդ դևեր հանեցինք եւ քո անունովդ շատ հրաշքներ արինք, շեշտը ինչի վրա իրա մեռած եսի։ Դե հիմա տեսեք Տիրոջ պատասխանը, չի կարա հոգևոր մարդն ասա ես արի, կասես Տիրոջս խնդրեցի, լույս իջեցրես կնոջս վրա եւ դևերը խարխափած փախան, փառավորվի Քրիստոս իր զորավոր լույսի համար, որ մեր նման որդերին էլ լսում է եւ մեր բարեխոսությանը ականջա դնում, որտեղ արժանիք էլ չունենք, որ մեր ձայնը լսի, բայց լսում է, որտեղ մենք նվիրվել ենք իր փառքն ենք առաջ տանում։ Այս խոսելա ոճը արինք, բժշկինք, մարգարեացանք, ինքդ մեռնի։ Եկի բառապաշարիցան, պտիոն ես դու։ Պտին, եսի վրա ապավինությունը լրի պտի մեռնի։
Հիշեք Պողոս առաքյալը մի կետից էր վրիպե, ասել բարին կամենալու կամքը իմնա։ Հասա պետք է քիթմրթի վրա գնաս Պողոս։ Մինչև հայտարարեց, որ բարին արդեն Փիլիպեցիների ուղերձում աչքերը բացվավ, որ Աստվածը որ մեր մեջ դնում է բարին անելու կամքը, միտքը, ֆինանսավորումը, ուժը, կարողությունը, որպեսզի ինքը լա ամեն բանը ամեն բարի գործի մեջ։ Ամեն բարի բանը անկեա ծնվում, անովա կատարվում եւ անոր փառքին պիտի ինձայաբերվի։ Ահանեղ դրան մտածելակերպը։ Ամեն։ Հիմա տեսեք ես գլուխ գովաններին ինչ ասում։ Այնատեն հայտնապես պիտի ասեմ, թե ես բնավ ձեզ չի ճաշնար։ Մեկ դիկացեք իմ քովես, որ անօրինություն կգործեք։ Տեր ասում է, չէ՞ որ դու մեր տաճարներում քարոզում էիր, մենք քո ձայնը լսում էինք, ճիշտ է, մենք քո հետ նստանք հաց կերանք, բայց Հիսուս կասե, ես ձեզ չեմ ճանաչում, ամեն։ Հա Հիսուս քարոզես, բայց դու ինչ արիք բա։ Հելակ եւ Հիսուսի քարոզածը վերցրեցիք, ձեր անձին վերագրեցիք եւ սկսեցիք կռապաշտ դառնալ, ոչ թե իսկական հոգեվոր։ Հիմա քո հավատքը ոչ թե վեմի վրա է, հապա ավազի։ Նույն ծախսն անում ես, շինում ես, ժողովրան գալիս գնում ես, ծախսը կատարում ես, բայց հավատքի ասպարեզում մի մետր առաջ չես գնում։ Սիրելի քույրս ու եղբայրս, ամեն բանը լսեք, օրենքին ամեմատ քայլեք, ժամանակը ծախուառեք, որ բոլորը թերի եք սրա մեջ։ Հեսա շուտով ես խիստ քարոզներ եմ տալու համացանցի համար, որ բոլորդ գերի եք դրան, բոլորդ ժամանակը վատնելու մեղքը գործում եք, բոլորդ ժամանակը ծախու չեք առնում ձեր ձեռը ընկած մամոնայի նման, ամեն, որ փողը տամ ձեռը ցփնելով կգնաս փողոցները, ասենք մի կալոտ $100 անաստամ, սես կցփնես հաճույքի համար, քեզ սպանեն էդի չես անի, բայց ժամանակը չես ցփնում ասենց, ամենտեղ, դե մեկը թո ձեր բանցնոս է ժամանակը չեմ ցփնում, ես էլ եմ էլ ցփնում, զնից պիտի սկսեմ, ամեն, հենց ես պրծած ես էլ կասեմ, ու կսկսեմ խիստ քարոզել ամեն խստագույն ձևի, ամեն, որ մեկը չպլստա։ Ամեն ով որ իմ այս խոսքերը կլսե ու կկատարե զանոնք, այդ ժամանակը ծախու առնելը Աստծո խոսքի մեջ գրված չէ, ժամանակը մի վատնի, ժամանակը ծախու արքանզի օրերը չարեն, կլսե ու կկատարե, դու լսում ես ու չես կատարում։ Զանիկա պիտի նմանեցնեմ խելացու մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց, անձրև իջավ ու գետերը վազեցին և հովերը փչեցին և զարկին այդ տանը, բայց չփլավ, վասնզի լսե ու կատարել էր, վեմի վրա էր շինե, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Վերջ եթե դու ամեն մի բառը լսում ու ասում ես այո և ամեն և հետամուտ ես կատարելու, կարող ալը չես կատարում, բայց հետամուտ ես, ջանք ես թափում, դու վեմի վրա ես դրե հիմքը, ու կշինես հաստատ մի օր, և կպրզնես այդ կապանքից, եթե ջանք ես թափում, քո բոլոր ուժերը կենտրոնացրու, համացանցի դեմ, ամեն, մնացած կետերը ապահով են, քո բոլոր ուժերը կենտրոնացրու բարկության դեմ, որտև դու այդ կետից թույլ ես ու բաց դուռ ունես, ու մի օր կա բարկությունից ազատես, մի օր էլ համացանցից, բայց որ քո հեչին չէ, և սաղ դռներդ բաց է, մեր դուրը մտնում, մեր դռնից մտնում է դևը 50 դուռ է բացում արդեն, դու լուրջ խնդիր ունես և հափշտակությունից զրկված ես։ Եվ այն, որ այս իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, լսեք, լսող ու չկատարողներ, գիրքը թողողներ, ամեն պարագայում աղոթքից հրաժարվողներ, ամեն բանից կարևոր չէ ձեր համար աղոթքը, Դանիելին սպանում էին, բայց նա իր աղոթքի կարգը չխախտեց, նա իր գերքի կյանքը չթողեց, բայց քեզ չեն սպառնում, հասարակ ինտերնետի, հասարակ կինոֆիլմի, հասարակ մի հարևանի այցելության համար դու քո աղոթքի ժամը կխախտես, քո գրքի ժամը կխախտես, ընես ժամը ընտրա գիրքն ու աղոթքը, որ համարյա մարդ չի գալու քո տունը։ Առավոտ կանող, կես գիշերին, որ ժամին ուզում ես, քո 3 աղոթները չխախտվի, եթե խախտվավ, դու քիչ-քիչ տեղափոխվում ես լայն դուռը։ Ուրեմն այն, որ այս իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, կնմանի մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց, հիմքդ ավազն է, մի օր փլվելու է։ Անձրև իջավ ու գետերը վազեցին
եւ հովերը փչեցին եւ զարկին այն տանը տուներ է շինուկ էր հավատքի տունա շինուկա բայց փլվավ ինչու որտեղ թողեց աղոթքը թողեց գիրքը արդեն դու տեղափոխվար ավազի վրա դու լայն դուրն ես ընտրում արդեն եսի կտալնում արդեն նեղանում ես արդեն չարանում ես արդեն բարկանում ես չես ներում չես սիրում դու կարող ես նեղ դրան ժողովրդի մեջ բայց լայն դրան ճանապարհն ես բռնել դու ժավակվում ես նեղ դուրը սիրողների հետ բայց դու եսասեր պոզավոր ես նախընտրել ես սրտով Եգիպտոս դու լայն դուրը ամեն ու մի օր քեզ կվտարեն ըստ ծննդե Եթե դու հորդորական աղաչանքները չընդունես, քանի օգու վտարեցին լայն դուրը։ Կտրեցին, չէ՞, ասեցին գնանդ է։ Ընդ կարաս անբարոյություն անես, ընդ կարաս իշկա չկա բացես, ընդ կարաս գիր չկարդաս, միայն գաս ներկա գտնվես փողերը ստանան քո հաշվ։ Ամեն։ Էդ ես ուզում գնա, սա քո տեղը չի։ Ու շատերին ուղարկել ենք այդ այստեղեր ու լսում ենք, որ հենց այդ ազատ եկեղեցիներն են արդեն հավանություն տալիս, որ ասում են անարագների որջա։ Բոլորս լսել են գալաթուրներն ինչ են պատմել ազատ եկեղեցիներից։ Վայ, անարականոցեր եղբայր։ Բայց մի ոնց ես գացե տանցը եղբայր ասում։ Սիրելի եղբայրս ու քույրս։ Երանի լսես ու ապաշխարես։ Հիմա տեսեք, Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 22-ից 27-ում այդ կարևոր տեղն եմ ուզում ընթերցեմ։ Ասում է, այս խոսքին վրա վախ բերե։ Վայ ասել եմ Տեր ջան չլա թե մի բան լինի չկարամ թողեմ ու հետ գնամ դեպի լայն դուրը Ես ասում եմ երկու հատ մեղք եմ ունեցել ընձի այդ իմ մարա մեղք շատ էր կա այդ մեղք չամարեք որից ազատագրվել եմ ես վերջերս մեկից մի հատ էլ թերություն եմ ացել Ես իմ սաղ ուժերը կենտրոնացնում եմ դրանց վրա Եթե չկենտրոնացնեք ու չշատացնեք աղոթն ու գիրքը, պաշտամունքը, երգը, քարոզչությունը, երբեք էլ չեք ազատագրվի։ Մեկ օր կտեսնեք չեք կարում քայլեք նեղ դուրը ու իշկանեք, պրիամո կվազեք լայն դուրը։ Ամեն։ Բայց Աստված չանի։ Տեր քչվոր են անոնք, որ պիտի փրկվին։ Մի մաս եմ կարդում։ Անիկալ Սավանոս, ջանք քրեք, որ նեղ դռնեն մտնեք։ Սուրբ ամբից անարատ հավատքը գտնեք Ֆիլադելֆիայի գնդի զինվոր դառնաք։ Ջանք քրեք, Սարդիկեից փախեք, որ ընդ ամեն ինչ կարելի է, բայց անուն ունես կենթանի գործերով մեռած ես։ Ջանք քրեք, ինչ ասում ջանք քրեք, այդտեղ խանգարողները շատ են։ Այդտեղ դևերի շատ հարցակումների կենթարկվեք։ Շատ մեծ հալածանքներ կունենաք, անգամ կարակողակիցդ լքի քեզ, որդիդ լքի քեզ, հայրդ, կինդ, այրդ ու զավակներդ մնաս միայնակ ճնճղուկի նման, բայց մնա Տիրոջ կողքին, հաթաթ գալիս են նորից հոբի բարեկամների նման հաշտվելու, ամեն, դու մնա ուղիղ, կտեսնես Տերը ոնց է, ծնկի բերելու խոնարեսնելու ոտքի, տակ հենց Ֆիլադելֆիայի գնդի սպարապետին էլ ասում արամանատարին, որ բերելու եմ խոնարեսնեմ ոտքերի տակ այդ սուտ հրյաներին, ամեն։ Անիկալ ըսավ, ջանք քրեք, որ նեղ դռնեն մտնեք, քանզի կսեմ ձեզի, թե շատերը պիտի, ուշադիր, շատերը մտնել պիտի ուզեն, ու պիտի չկրնան մինչև վերջ քայլել, ամեն։ Բայց ինչը պիտի խոչընդոտի, որ ուզում են, բայց չեն կարում, գալիս է մի պարագա, որ թանգագին կուրք ունես, ամենաթանգը քո ես, դա պիտի զոհաբերես չես կարում, ասում ես հավատն ինձի պետք չի, ես գնացի լայնը, ես գնացին դե, որ ոչինչ չեն արգելում, ոչ ոք մեր եսին չի կպնում, գովերգում են, մեծարում են, փառավորում են, ասում են քույրիկ մամատ քեզանից 7 հատ բերեր մեզ նվիրեր, թաղեմ Եսիկդ, գիրա դու բանես մամատել քեզից 7 հատ բերեր, նկարն էլ մեծացնում խփում են պատը, անձի մեծարանք և անձի գովասանք, չեք տեսնի ստեսություն, սա նեղդուրն, ամեն, հիմա տեսեք, երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ, 1-17-ում խոսում է լայն դռան վարքագիծ ունեցող հավատացյալների մասին և նեղ դռան արգիցիր Տիմոթեոս, թե վերջին օրերում ինչ այլասերվածներ են այդ գալու։ Այդ լայն դռան մասին է խոսում, շատ էլ գրված չէ լայն դուր, նեղ դուր,
բայց չեք տեսնում ինչ վարքագիծ ունեն այդ այլասերվածները, տեսեք։ Եվ 10-ից են կողմ խոսում նեղ դրան եպիսկոպոս Պողոսի իր մասին եւ իր դաստիարակած հոտի մասին, մինչև 4-րդի 8-ը։ Պետք չէ մեկնել, բայց ես կասեմ, որ սա լայն դուրն է։ Նայեք, եթե սրանցից մեկը ունեք, դուք լայն դրան հավատացյալ եք եւ կորստի դատապարտված։ Հիշում եք Հուդա առաքյալը, ես էլ եմ ընդգրել Հուդա 1:16-20-ը մինչև վերջ կկարդակ ժամանակ իսեղության պատճառով չեմ կարդում։ Բայց ասում եմ, ասում սրանք տրտնջողներն ու քրտնջողներն են, որոնք մարմնավոր կրքոտ ցանկությունների մար կտրտնջան ու կբողոքեն Աստծո դեմ։ Ձեր բերանից իշպարագալինի պիտի տրտուշ չլինի։ Ախ, ես իշկյանք չլներ չերևեր չէ։ Բաստված ունես։ Դու Տիրոջ հոգին չունես։ Եվ ասում է, ատոս գործերը մինչև վերջ էլ կերևա ամեն, սրանք տրտնջողներն ու քրտնջողներն են, որոնք Տիրոջ հոգին չունեն, բայց դու ասում ես քո հավատքը ամենասուրբ հիմքերի վրա հաստատի։ Ամենասուրբը որտեղ է։ Նեղդուրը։ Ամենասուրբը ի՞նչն է, որ ամեն կուրկախ պես համարում եւ Աստծո խոսքն ես գրկում պահում, ամեն։ Ամենասուրբն էդի է։ Ոչ թե ամենասուրբն էնի է, որ ասում է ինչ ուզում ես արա շնորհքի տակ ես Հիսուս կփրկվես։ Հիսուսը չի գալու այլասերվածներին տանի։ Հիսուսը մեկ եկել է այլասերվածների համար խաչվել է երկրի վրա։ Հիսուսը գալիս է սպղծված երկիր չի իջնում։ Օթերի մեջ իր նման սրբերին է տանելու, ամեն։ Կամ այդ ճանապարհի մեջ եղածներին, որ տեսնում արդեն օր-օրի ձգտում են, բայց հոգևոր հասակ չունենալու պատճառով են մեղքերի մեջ, ամեն։ Հիսուսը գալիս է այդ աճող սրբվածներին եւ գործնական սուրբերին երկինք տանելու։ Օթերի մեջ դիմավորելու է իր նման մարդկանց եւ իր ուզած եկեղեցուն։ Եվ մնացածը Լավոդիկեի եկեղեցու նման մնալու են մորթվելու, որ գաղջես ոչ պաղ, ոչ էլ տակ։ Հասկացաք։ Հիմա տեսեք, գիտիր թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։ Սա է վերջին օրերը։ Եսայի մարգարեության մեջ գրված վերջին օրերի բոլոր նշանները աղանդավորների աշխարհի վրա կատարված է։ Իրոք վերջի ժամերն են կապրում, հիշեք։ Վերջի օրեր։ Պողոսն ասում է, լսեք, քանի տարի անց է։ Հիմա ես ասում եմ վերջին ժամեր եւ վարքյաններն է։ Ու բոլոր մարգարեությունները կատարվում է։ Գիտիր թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։ Վասնզի մարդիկ պիտի լան անձնասեր, եսասեր, եսին կպնում ես պատերազմը հայտարարում։ Չի ասում Աստված օրհնի քեզ։ Ես մեռած մարդ եմ, ինչքան կուզես եսս խաչի, չկա։ Քեզ տեսնի կոպտանք եւ վիավորանք։ Եթե մարդու եսը չունի, ինչքան էլ անարգեն, իրանց նենգություն չի ժայթքի։ Միայն կլի հայր նրա կույրեսի չի հասկնում, գլռի ու գլուխը կախի եւ կանստի ամեն, բայց կզգուշանա այդ դիվահարից։ Հաջորդ անգամին էլ գործի մեջ չի մտնի իմաստուն հոգևորական։ Վասնզի մարդիկ պիտի լան ազնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներու աննազան, նախ առաջինը հոգևոր ծնողներու, ապերախտ, հպարտ, հայոյիչ, ծնողներու աննազանդ, ապերախտ, բարի գործը ուրացող, անսուրբ, անգութ, անժուշկալ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո բարին չսիրող, մատնիչ, հոնդուգն, գորոս, ավելի էշտասեր, քան թե աստվածասեր։ Բայց տեսեք, որոնք աստվածպաշտության կերպարանքն ունին, էտել չունեն, մորուքներն էլ թրաշած, կիներն էլ մազերը ռկի կդրած, հունքերը թրաշած, թարթիշները դրած, տատոներ արած, հիմի սրանք աստվածպաշտության կերպարանք ունեն, չէ, աստվածպաշտ սուրբի կերպարանքը մորուքով քահանայապետի մազերով պիտի լա։ Սրբույների կերպարանքը երկար չկտրած, չներկած մազերով, չփիդրած ունքներով, լրիվ բնական, ինչպես որ Տերը արարել է, չէ, շպարված։ Պետք է շպարներ չլինի ձեր վրա, բնական։ Թե չէ 5 տեղով ակաժները ծակում են բրիանդ է շարում, ասում են մենք սուրբ ենք, բայց ողբամ քո նման սրբու վրեն։ Որոնք աստվածպաշտության կերպարանք ունին, բայց անոր զորությունը ուրացած են, եւ դու անոսմե մեկ դիկեցիր, ամեն,
Փախի դրանից, գնա անոնց հետ, որոնք հոգիով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն, ով միամիտ հոգի, դու ոչ պաշտոն ունես, ոչ էլ մասոնների փողերից է քեզի բաժինացնում, ոչ էլ այդ Ռոմից եկած օգնություններն է քեզի ասնում, քեզի ինչ պետք է մնում ես այդ մահվան գերեզմանոցում։ Վասնզի անոնց մե ոմանք տուներեն ներս կմտնեն ու գերի կնեն մեղքով բեռնավորված ու տկարամիտ կիները, կրքերով լեցուն կիներին բռնում ու մեղքի մեջ են գցում, զանազան ցանկություններով վարված, կրքերի մեջ եռում են այդ քուրերը եւ խափելով տանում են պղծության, որ միշտ կսովրին, բայց բնավ չեն կրնա ճշմարտությունը ճաշնալ, հապա ինչպես անեսնու ամրեսը հակառակեցան Մովսեսին, նույնպես անոնք ճշմարտությանը հակառակ կկենան, մտքով ապականված մարդիկ, պղծված, աշխարհիկ, որոնք հավատքի մեջ անպիտաններ են, չեն կարա մարդուն գեհենի ճանապարհից դեպի Քանան առաջնորդեն, չեն կարա նրանք Եգիպտոսից Քանան տանեն, որտեղ իրանք հենց հիմա եգիպտական մեղքերի մեջ լողում են, ամեն, կյանքի փորձ չունեն, անապատում մոլորվում են ու հոտը ցիրուցան ալինում, բայց ավելի հարաճ պիտի չերթան, ես շատ երեստերի որ աղոթք է անում, մեր զավակը շուտով բոլորի դիմակները պատրելու եմ ու մարդիկ տեսնել են ինչ սրբապիղ ծայլասերված մարդիկ են այդ հովիվները, որոնք վարսկան են, որոնց փորերին ու գլթիկներին նայում էի, վախենում էի, Տեր ասում է, եսի կարա հովիվ լինի, ասում էր չէ զավակս, իրաց գործերը շուտով ամբողջ աշխարհը կտեսնի, ամեն, դրա համար զարկվում են, գանգրենայով հիվանդանում են, շաքարով, ինսուլտով, քաղցկեղներով մեռնում են ու Աստված ասում է դետես դրած դատաստանը, տեսար, բայց շատ զոմբիների խափել են, թե եսի ասոկանտն է, Աստված իր որևէ ծառային չար մահով չի տանի, նա խորին ծերությամբ կապաշխարի սյուները կդնի, ուխտականները կդնի, կոսայս ինչ օրնել ննջում եմ առողջ ու գնում եմ փրչիս մոտ, որնդից բարեխոսեմ դուք էլ բարի պատերազմեք, իմ նման հավատքի մեջ հաստատուն մնաք, մինչև վերջ հաղթեք ու գաք ընդդեմ հարցքերն ստանալու։ Վերջ, ինչ այդ սպասավորի ճակատագիրն է, նույնը կլինի իրավ հետևորդի, եթե մնա մինչև վերջ հավատարիմ։ Մեր Աստված չար հիվանդությունով չի թողի դևերը գան կրծենի ծերունին, վերջում իրա մեռնելու պրեմիան լինի։ Ոչ, նա Հակոբի պես օրհնանքը կտա իր հետևորդներին 80-90 տարեկանում հավանականանոր կննջի։ Ես 80 էլ ասեմ Երիկա, բայց չեմ ասցնի, Հիսուս կալում է։ Այո, չի կարա վաղաժամ մահը հովվի ասուց լինի։ Եթե իհարկե նրան չեն խոշտանգե եւ նահատակե ու արժանացել Ստեփանոսի նման նահատակության պսակին, այս մի բանը ես համամիտեմ, որը կլինի վաղաժամ մահ, բայց եթե Տերն է տանում իր սրբին, բայց այդ ուտեղը մի հատ լավ փողոց կտա, Ստեփանոսին տանելուց հետո ընդուզ լավին կտա։ Ուրեմն ինքը թերի է աշխատում, ավելի լավին է բերում, ամեն, բայց հոտը չի թողա անտեր։ Հիմա տեսեք, լայն դրան հավատքի մարդն իշկանա, իսկ դու ծանոթացիր վարդապետությանս, եսի ցույց տվեցի լայն դրան մեջ եղածները ինչ կխոսեն ու կքարոզեն եւ ինչ գործեր նրանց կետևի, բայց դու ծանոթացիր վարդապետությանս, վարմունքիս, դիտավորությանս, հավատքիս ու երկայնամտությանս, համբերությանս, հալածանքներիս, չարչարանքներիս, սա պիտի քեզ պատի Տիմոթեոս, որ չմտածես եսի դու կողը մեղքի մեջ ես, որ հալածում են։ Սմիթն ասում է, ասո իսկական զավակի հանդեպ ատելության մռնչող վերաբերմունք ունի այս պղծված աշխարհը։ Ու ես շատերի կողքին կայում եմ, դրանց հայացները նայում եմ, նրանց աչքերից բան չեմ որ սիրուն կողմեր են, բայց ես ծուռ աչքով որ մատ նայում եմ, ինքը չի զգում, որ ես իրանն եմ նայում։ Հնար լինի, որ ինչ ձեռը կտա գլխիս, բայց չի կարում Տերը այդտենց զգում եմ էլի այդ ատելությունը, բայց ինքը չի ճոքում, որ ես ծուռ աչքով նայեցի ու քիչ-քիչ հեռանում եմ իրանից։ Փառավորվի Տերը։ Երևի ինքը մտածում ազգացի եւ հեռացա, բայց չի մտածում, որ ես նաեւ տեսա իր աչքերի չարությունը եւ քիչ-քիչ հեռացա։ Կամ առևտուր ես անում, նայում եմ դրա աչքերը չար ու դիվարա, ես դու այդ առևտուր չեմ անի, թեկուզ ձրի ա տալու։ Ինչի՞ մար։ Էդի տվեց մի օր ընկերեմ մի հատ կնգած էր, վայեն ինչ արավ, էդի լաչարեր, այդ լիմոն էր ծոխում, այդ լիմոն ծոխող կնգան, իշքան տենում եմ, փախնում եմ դու կողից։ Նեխած լիմոնները զորով ասում պտի տանես, թո չտիր իմ շարածը քանդել։
վերջը մեկ է պրծա այդ լաչարկն գնից էլի, բայց իմի որ այդ լավ դազ որ նույն ու աչքերին աղոթելով հոգին ասում ես դու զգոր չունես գնային մեկ էլի ծոր ու ովենես բարե համբյուր ավելի բանը ուզգում ես որ այդպիսիներ աստվածավ ախել են աստուն տեղ տվողներն են այդպես բարե համբյուր իսկ ոսունոտողները չար դիվահարներ են եւ դու քոլուման միտու դրանց դու նրան որ գոնե մեբերան ասում փառք կտա լավ առևտուրի համար ամեն Ուրեմն ամբերությանս հալածանքներից, չարչարանքներից ծանոթացի, որոնք ինձի պատահեցան Անտիոքի, Իկոնիոնի ու Լիվստրայի մեջ։ Գիտես թե ինչպիսի հալածանքների եմ ամբեր, այսպես պետք է հորդորա, որ հալածանքից չվախենաս, ալա առանց հալածանքի կյանքը մեռած է, հալածանքն է, որ քե միշտ արթուն է պահում, ու դու զգում ես Աստծո բարի ձեռը, ամեն։ Եվ ամեն անոնք որ կուզեն Աստված պաշտությամբ ապրել ուշադիր, պետք է Հիսուս Քրիստոսի անունով միշտ հալածվեն։ Քույրս եղբայրս հալածվում ես, թե հալածում ես դու։ Տան մեջ դու հալածվող ես, թե հալածող։ Անարգանք տվող ես, թե անարգանքի մեջ մեռնող։ Հələ լավ քննա, հրեշտակ ես, թե հրեշ։ Խառնել են շատերը հրեշը հրեշտակի հետ։ Բեետիա ցույց տալում դու նեղ դուրն ես թե լայն մի խապվի որ դու ճշմարիտ եկեղեցում ես դու կարաս հոգով անապատում լինես մարմնով անապատում լինես քանանում բայց սիրտը դու հոգիդ Եգիպտոս ձգտի ու դու մի օր կվռնդվես Եգիպտոս այդ սուրբ եկեղեցուց ամեն ինչպես շատերին եթե չեն ապաշխարում անում են ասում են գնային ազատ եկեղեցիներն են քո տեղը ստե դու ոչ փրկությունն ես ոչ էլ ապաշխարություն Դե նաև հորդորում է ինչ, որտի հալածանքների մեջ լինես, բայց չար ու խապեպա մարդիկ չարության մեջ պիտի հարաճանան մոլորեցնելով ու մոլորվելով, համ իրանք են մոլորված վարսկանները, համ իրենց հետևորդները։ Սակայն դուն հաստատուն կեցիր, այն բաներուն մեջ, որոնք սովրեցար և որոնց հավատացիր, վասնզի գիտես, թե որպես սովրած ես ու ինչ է հորդորում, որ այսօր վարսկան հովիվները լայն դռան մեջ տտես բան չեն ասում, նաև քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, գրքի սիրահար մնա մինչև վերջ, ինչպես Հեսուն մնաց, ինչպես Սամվելը մնաց, նորացին մանուկի պես հիմա սկսերես, հələ քո ծերության շեմին ավելի շատ կարդա, որ ավելի մեծ պտուղներ բերես, նստած տեղը դրաշտներ կատարվեն և հոգիներն ապաշխարեն, ինչպես Աբրահամը մեր հավատքի հայրը իր ծերության շեմին ավելի շատ զավակ ունեցավ, խոյետի աննպատակ չի էլ է, հոգևոր բարի հայրերը իրենց ծերության շեմին ավելի շատ պտուղներ են դարձի բերելու ու ավելի մեծ հրաշքներ կատարվելու, ամեն։ Նաև քո մանկությունից ի վեր սուրբ գրքերը գիտես, որոնք կրնան իմաստուն անել քեզ փրկելու Քրիստոս Հիսուսի վրա եղած հավատքով, հալելույա։ Բոլոր գիրքը Աստծո շուշտատես է գրքի սիրահար պետք լինես, եթե ոչ ընկնելու ես։ Սմիտնաս կատարյալ նվիրման մեջ դեմ ընթերցե, որ հարցնում են, թե մի սուրբի ինչն է քո 90 քանի տարեկան արդեն էլ այդ սուրբը։ Ինչն է հավատքիդ մնալու ամենամեծ գաղտնիքը։ Ասում է եղել ամեն առավոտ, ամեն ատեն աղոթն անելու գրքի կյանքը օրորի շատացնելը։ Վերջ։ Այդ հոգևոր կուպերը, որ քո մեջ մտած մնաց, չի թողի պղծված ջրերը գան, շփեն էլ գլուր կթափի ու քո ներսը չի մտնի, ամեն, բռնեն քեզ քցեն պղծության ջրերը, Տերը Հովսեփի նման կփրկի կհանի, ամեն, չի թողի Տերը քեզ ուտե։ Բոլոր գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Հələ գիրքն ինչ անում, սովորեցնելու պետք է ես քեզ սովորեցնեմ, որ չեմ սովորեցրել, հիմա ասեմ մի շնացի մի գողացի։ Ես քեզ պետք է ծնեմ, կյանքը տամ Տերով է, այդ կյանքը մեծացնեմ, որ իմ քարոզած է այդ կյանքը քո մեջ ապրեսնի, ամեն։ Ոչ ծնել եմ, ոչ սովորեցնում եմ, ոչ էլ ճամփան եմ ցույց տալում։ Ասում եմ մի շնացի մի գողացի, եղբայր ոչ չշնանամ, ոչ չգողանամ, ախար ուզում եմ։ Մատ քույրիկ ունենք, որ ծոմ էր պահում։ Ասում էր ախար բգլիկ եմ, անունով ծոմ եմ պահում, բայց հաշկերս կաստուրկեքի մեջն է։ Ես ծոմ էր պահում։ Ծոմի դվեր է սև կա։ Դու ինչ ծոմի պահող։ Այ բգո։
դու հələ լրիվ ներքինացի, ժուշկալացի, որ գրամոլությունից ազատի ամեն օր ծոմի մեջ կլնես։ Երբ հասունանաս։ Ուրեմն սովորեցնելու, հանդիմանելու, եթե ես քեզ չեմ սովորեցրել, ասել եմ, չէ՞ մի շնացի, քույրիկ, մի գողացի, մի լեզուտու, մի բարկացի, հաջորդ անգամին արդեն սովորեցրած է, կասեմ քեզ չասեցի, քույրիկ, դու պետք է չբարկանաս։ Արդեն սովորեցնելուց հետո հանդիմանա, հանդիմանելուց հետո ձեռը բռնի շտկի, հլասա ձեռը դու ասեմ ոնց աղբիկ վախենում եմ, արի, Շուշանը անձրևա որդերը լսվել են հայացը, բորբա պապարի օցերն եկան, այ մարդ էլ այդ թամ տենամ ինչ օց, սես որդերեր ես գիտում թե օցա, ասի հիմա Հիսուսով տես օցերի գլուխը ոնց ես քո մտածած, էլի ջաղջախում, չես ես թողումա քաշի դրի վրեն, քաշի ես դան օցի հետ որդերին տենում էր, վազնում էր տրորելու, հիմի էտի ավարսում շտկելու ձեռդ բռնեմ, քայլեցնեմ մինչև վերջ, և արդարության մեջ խրատելու համար, որ իշ դառնա իմ պտուղը վերջը հասունցնեմ ծնած գառներիս, լայն դրից բերեմ նեղ դուրը, որպեսի Աստծոյ մարդը կատարյալ սուրբը լա, կատարյալ, քիչ մատեն նեղություն կրել են յետ քարաջի Պետրոս 5:10-11, ինքը ձեզ թող կատարյալն է, հաստատ է, զորաստ է ու հիմն է, և վերի զորությունով էլ զգեստավոր է երեսիդ փայլը շատասն է, որ ստվերը տնկնի հիվանդների վրա քույրիկ թե եղբայր ազատագրվեն, ամեն, սա է մկրտությունը ժողովուրդ, սա է ճշմարիտ սրբի գործը եկեղեցու, որպեսզի Աստծոյ մարդը կատարյալը լա և ամեն բարի գործերու պատրաստված, վերջ, չկա ուրիշ բան, և թե նույնը էսի լայն դրան վարդապետությունը փոխանցում է Տիմոթեոսին, նեղից խոսա, որ էսպիսինները կլինեն, բայց սա թոց ես չգայթաղեղեցնի կա հարուստ էլ լինեն, բայց թե ասում է խոսքը քարոզե, քո հարստությունը խոսք կլինի, խոսքով լեցուն լինես, կապարճդ լիքը, որ գողիաթի ճակատին մխրճես աղոտքի պարսատիկ զորությունով, և գողիաթը տապալվի և Աստծո անունը փառավորվի, ամեն, իսկ այդ հարստության կալոտ դոլարներով չեն կարա գողիաթ լարի, բայց տիրոջ աղոտքի զորությունով պարսատիկով և մի փոքր քարով, կարաս գողիաթին սատկացնես ու վիզը կտրես Աստծո խոսքի սրով, ամեն, ու չթողես քո հոտին մոտիկ գա, իսկ դա փողերով չի կարա, փողերով կարա բետլիներ առնի քշի, փողերով կարա սեփական սամալյոտ քշի, բայց սեփական գառներից մեկին չի կարա դևերի սպայի, այսի ավարասա ոսկի արծաթ չունեմ, բայց միլիոներ դրած նրա ոտքերի տակ, բայց ինչ որ ունեմ այն քեզի կուտամ նազովրեցի Հիսուսի անունով ելիր ու քայլիր, ամեն, խոսքը քարոզե, մտադրությամբ գործիդ պարապե ատենեն և ատենեն դուրս, հանդիման է, տեսակ, որ ամենակարևոր բանը նեղ դրան մեջ, հանդիմանությունն է, հանդիման է, սաստ է, հորդոր է, ամենայն երկայնամտությամբ ու վարդապետությամբ, թող հասկանան, որ դու իրանց համար ես ասում, թող նեղանան էթան դինջանան, նստի նրա կողքինով քեզ լացացնում ու սխալը չտկում, ոչ թե մեղքի մեջ գովում և նզով քաթափում գլխիդ, վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն, բոլորը պիտի վազեն լայն դուրը, հապա հաճելի բաներ լսելով, մարմնին հաճելու քարոզտ ու Կարեն ջան, ասա իշկը չկաբացեք, վարդի պես ծաղկեք, գրգռեք բոլորին լցեք եկեղեցիները, այ հեսօր խանութներ կան, կիսամերկ կիների կողնեցնում են, որ կլեն շատանա, իրոք էտ ինձ ասել են, և նույն այսօրա վարսկան պղծված հովիվները կիսամերկ քուրերին հորդորում են, որ ավելի բացվեն պլպլան, որ հոգիներ շատ որսան, շնության ոգով, դե, վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չամփերեն, հապա հաճելի բաներ, մարմնահաճո բաներ լսելու մարմաջով, իրես ցանկությունների համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց, և ճշմարտությունից ակաժները պիտի դարձնեն և առասպելների հետևե գնալով պիտի մոլորվեն, առասպելա գրքից չի, ասում են չի կարևոր է գրքից լինի, բանխել, որ գրքից չէ, ուրեմն մարմնից տա, եթե գրքից չէ, ասուս չէ, ուրեմն սատանայից է, էտ աղպտարու գնաստ էիտ, Սիմոն մոգ, ամեն, սա քո արծաթը կոր չի քո հետ, բայց դու ամեն բանին
մեջ արթուն կեցիր, նեղությունների համբեր է, իսկական սուրբը միշտ նեղություններով ու հալածանքներով անցնում, ու միշտ խաղաղ ամնում, նեղությունների համբեր է, ավետարանիչի գործը քո պաշտոնդ կատարե։ Վասնզի ես արդեն զոհը լալու նվիրված եմ Երանի Սաղսեսի ասենք, եւ իմ մեկնելու սատենը ասել է. բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը։ Մենակ իմը չի ասում, բոլորիդ այդի։ Ուրեմն բոլորիդ այդ նույն ծրագիրն ունի Հիսուս Քրիստոսին Թիմոթեոսի եւ Պողոսի։ Բայց մնում է ձգտում լինի, մնում է նվիրվես, կարդալուն, հոգով լսելուն եւ Տերը կօգտագործի քեզ ամեն վայրում։ Ասկե հետո կա ու կմնա ինձի արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձի այն օրը, ոչ միայն ինձի, հապա այն ամենուն, որ սիրեցին անոր հայտնվիլը, սիրեցին նրա բոլոր օրենքը ու կատարեցին, ամեն։ Եվ Մատթեոս 13:19-23 հեսի տունը կկարդակ, դուք 4 տեսակի սերմ եք տեսնում, են 3-ը մինչ փշերն էլ հետը, լայն դուրն են։ Փշերի մեջ սերմերը խեղդվում են եւ դառնում են անպտուղ, բայց կա պարագա, բայց կա հոգիներ, որ այդ աշխարհի հոգսերը թողելով, հարստության խապկանքներից հրաժարվելով, փշերից ասնում են դեպի պարարթող, դայանեղ դուռը, ամեն, փշերից մինչև սկիզբ, ճանապարհի եզերք, քարերի մեջ եւ փշերի մեջ ցանվածները, սրանք ի՞նչն են, լայն դռան հավատացյալներն են, որոնք կորուստ են գնալու, ամեն, բայց պարարթողինը նրանք են, որ ամեն ինչ թողեցին, հարստություն դզելու խապկանքը, մարմնավոր աճույքը, կրքերը, կուրքերը թողեցին եւ պտուղ տվեցին, ոմանք 30, ոմանք 60, ոմանք 100, ամեն, եթե քո մեջ կա մի կուրք, որի պատճառով դու միշտ անխաղություն ես ստանում, հիշի Ղուկաս 13:22-27, շատերը կուզեն մտնել ու քայլել այդ ճանապարհը ու կտեսնեն, որ չեն կռնար, աշակերտության գինը չեն կարում վճարեն, չեն կարում տանեն թանկագինը, ինչը որ Հիսուսն անավիր է իրենց։ Դրա համար էլ Սատոսուն տարն ասում է, երբ Աստված տեսնում է, իրա տված բարիքները քեզի նյութապաշտ ու կռապաշտ են դարձնում այդ բարի ձեռքերից ստացած ողորմությունները։ Շատ անգամ իր բարի ձեռքերը փակում է, որ մի քիչ բարիքների տեղը բարելարի երեսը փնտրես, ոչ թե բարիքներով ուրախանաս, բարիքներով ուրախացի փառտու Հիսուսին, բայց այդ բարիքները փչանում մեքենա ջարդում է, մի տրտնջասը փառավորվի Տերը, Տերը տվեց, Տերն էլ վերցրեց, իր անունը օրհնյալ լինի։ Տերես մեքենան թույլ տվեց փչացավ, վաղը դուզ լավը կտա, ամեն։ Ես կմտածի դες մեքենա ունեի։ Մեկի սրտին դներ, բերեր ասել ես գործը արա, մինչև այդ քո նեղությունից էլ դու սարի, ամեն։ Փառք Տիրոջը, եթե դու նեղության մեջ, ես էլի եմ ասում ես, 3 անգամ թանկ բենզին լցում էի, էլի քշում էի Տիրոջ փառքի համար, տեսակ, բայց Աստված անենց ազատեց այդ լուծից, որ իմի 3-4 անգամ այդ բենզինի գումարն էլի Տիրոջն եմ ընծայում, ամեն, էլի Տիրոջ գործին է, Տիրոջ մեղքատին ողորմություն եմ տալիս, գիրք եմ առնում, էլի Տիրոջն էր, էնել էր Տիրոջը, էնել էր Տիրոջը, էնի ոչ արդյունավետ էր Տիրոջը, եսի արդյունավետ է Տիրոջը, ստե ավելի շատ վարձք ունեմ, ընդեն էլ վարձք ունի, բայց քիչ։ Բայց Տերը տեսնում էր, որ ես չեմ ուզում փչացնեմ այդ գումարը, եւ ազատեց այդ լուծից, որ ոչ մեկս չի պատկերացնի, օրինակ ես էլ չի պատկերացնի, որ ասես մի անգամից մարդու սրտին կդնի, կհրամայի, ու այդ մարդը զորով կբերա այդ գործը կլուծի, ամեն, եւ կասա որ ընձի Տերն արամայ, ամեն, Հիսուսն ուզում առնես, չես ուզում, դու ես ինչի չեմ ուզում, փառք Հիսուսին, թո ինչ ունենք չունենք սրբերին ծառայի, այս սա է այդ հեժանը ծառայերես, ընծայերես Տիրոջը, նաև թանկագինդ կընծայեսնես, ավելի կընծայեսնեն, կապրենք և կտեսնենք, ամեն, թո փառավորվի Տերը, այո Տեր Հիսուսը փառավորվի, որ ես թեման տվեց, որ քարոզենք ու ձեզանից յուրաքանչյուրը թող քննի լայն դռան մեջ է թե նեղ, նշանները պարզ է, ես այդ գործում է թե չէ, ամեն սնոտի բանի համար կատաղում ու բարկանում ես թե չէ, եթե տենց է լայն դուրն է սիրտդ փոխված չէ, աղոտ կարա որ սիրտդ փոխվի, ու եթե Տերը պլաններ չփոխի, հաջորդը սրտի փոփոխության համար եմ խոսելու, որովհետև շատերից սիրտը չներող, չսիրողն ուտես նստած եք,
Ես քանի տարի առաջ եմ խոսել սրտի փոփոխության մասին։ Իրականից դու փոխանակաղոտ կանես Տեր իմ սիրտը փոխա, որ ես լայն դուրը ոտեմ։ Բայց ես սիրում եմ լայնը, ուրեմն սիրտս դեր աշխարհի մեջն է, հիննա։ Դու աղոտ կարա որ սիրտդ փոխվի, նոր քեզի զզվան կդնի, նոր քո հետ կխոսի ու քեզ լայն դռնից կտեղափոխի դեպի նեղդուրը։ Կարող է նեղդրան եկեղեցու մեջ լինես, բայց քո սիրտը լայնին է փափագում։ Քննա, քո սիրտը եսասեր է, փառասեր է, աշխարհիկ է։ Այս սա է էականը, քանի սիրտը չփոխվի Դավիթի նման ասա Տեր ինձի նոր սիրտ դուր եւ նոր հոգի կերտի, սուրբ հոգի, որ ատի այդ աշխարհիկը սիրի հոգևորը, ատի շնչավորը սիրի երկնային, ամեն, կաղնենք աղոթքի։ Փառք ես կանչելի Հայր, փառք ես գովելի Տեր։ Ամենակարող Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք քեզանից այս պատգամի համար։ Շնորհակալ ենք, որ դու մեր խորացից խնդրածից ավելին ես անում Հիսուս ջան։ Հիմա խնդրում եմ քեզանից, երթային տիրակալս, բացիր բոլորի մտքերը, որ ինձ եսասեր փառասեր վիճակից ապաշխարեն եւ այդ լայն դռան հավատքից տեղափոխվեն Սուրբ անարատ նեղդուրը, որտեղ սրբանում են, օրորի մեծանում են, հինը քայքայվում փճանում է եւ նորը ձևավորվում է։ Եվ նորը պարգևում է սրբություն, զորություն, դևերի վրա հաղթանակ, Երիքովի պարիսպներն են քարուքամ դանում Տեր այդ դռան մեջ քայլելու շնորհիվ եւ սուրբ երրորդության Աստծո զորության շնորհիվ։ Անունդ փառավորվի Տեր, մենք որդու ոչնչություն ենք։ Եթե մենք իրականից նեղդուրը մինչև վերջ քայլենք, մեր եսը նման մոխրանալու է, այլ ոչ թե մենք ենք գործելու հապադու, ամենակարող Հիսուս Քրիստոս։ Իսկ լայն դռան մեջ այդ գաղափարը չկա, նրանք են մտածում, նրանք են խոսում, նրանք են բժշկում, նրանք մարգարեանում, դրա համար էլ միշտ իրենց բոլոր մարգարեությունները սուտ է դուրս գալիս, իրենց բոլոր բժշկվածները կրկին հիվանդանում են եւ իրենց բոլոր քարոզածները հոդս է ցնդում։ Բայց հավատում եմ մեր բերանից ելած ամեն մի բառը դու հաստատում ու կատարում ես եւ մարդու ականջից տեղափոխում ես դեպի սիրտը, որ մարդը զղջա եւ հաստատագրվի քո հոգու զորության շնորհիվ։ Փառք ես սքանչելի Հայր, փառավորում ենք անունդ սուրբ մեծ նզոր Տեր, որդուդ Հիսուսի անունով, ամեն։